Խնամված լինելն է Չերչինյան Cosmetics։ Բարև մեծ ինֆորմի բոլոր հեռուստադիտողներին, այսօր շատ հետաքրքիր թեմա ենք արծարծելու, դա սաղմնաբանությունն է, շատերը ոչ մի պատկերացում չունեն այս մասին, շատերը ունեն թյուր պատկերացումներ, իրականում հետաքրքիր է թե ինչպես է ձևավորվում սաղմը, ինչ փուլեր է անցնում եւ առհասարակ ինչ գործոններ են կախված առողջ սաղմից։ Ես զրուցել եմ սաղմնաբան Անուշ Ծառուկյանի հետ, բարև բժշկուհի։ Շնորհակալ եմ, որ մեծ ինֆորմի զրուցակիցն եք։ Շնորհակալ։ Եվ այսպես բժշկուհի, նախ սկսենք, թե ինչպես է սկսվում սաղմի ձևավորումը, հենց ամենակարևոր հարցից։ Սաղմի ձևավորումը շատ վաղ փուլերից է սկսվում իրականում, եթե անդրադառնանք ռեպրոդուկտոլոգի կատարած աշխատանքից, թե ինչպես է բուժառուին նախապատրաստել այդ process-ին, եւ արդեն մեր սաղմնաբաններին հասնում է վերջնական բիոմատերիալը, որը որ հիմքն է, թե ինչպիսին կլինի սաղմիկը, այսինքն նախնական ամբողջ աշխատանքը կատարվել է օրգանիզմում, իսկ հաջորդող աշխատանքներն արդեն օրգանիզմից դուրս են լինելու լաբորատոր պայմաններում, եւ այս ամբողջ ընթացքին հետևում է սաղմնաբանը, մինչեւ արդեն կգնանք վերջնական կամ տեղադրման, կամ սառեցման, կամ սաղմիկի հետ, չգիտեմ, եթե կորոշեն նախապես ծվաբջի սառեցման, այս բոլոր փուլերն արդեն կավարտվեն լաբորատոր պայմաններում։ Բժշկուհի շատերին հետաքրքիր է, եթե ընդհանրենք ծնողները այնքան էլ առողջ չեն, սակայն ուզում են բալիկ ունենալ եւ այստեղ առողջ սաղմն է կարեւոր, այս բaragային հնարավոր է ոչ առողջ ծնողներից առողջ սաղմ, առողջ բալիկ։ Այո, մենք Հայաստանում 2016 թվականից ներդրել ենք նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումը, որը որ մեծ հնարավորություն է տալիս այն ընտանիքներին, որոնք որ արդեն ունեն խնդրող բալիկներ, կամ այն ընտանիքներին, որտեղ ծնողներն ունեն եւ հստակ հաստատված հիվանդություններ, կարողանան այս ճանապարհը, վարտամամային բեղմնավորման ճանապարհը ունենալ առողջ երեխաներ։ Մի քանի տենց լուրջ դեպքեր կհիշեմ, ֆենիլկետոնուրիայի դեպքերից կհիշեմ, թալասեմիայի դեպքերից կհիշեմ, որտեղ որ մեծ հաղթանակներ են գրանցել եւ իրականում մի տեսակ շատ ավելի, ոնց ասեմ, դուք շատ ավելի կարևոր է զգում, երբ որ նման դեպքերն ես հաղթահարում, նման խնդիրներն ես լուծում եւ արդյունքում ունենալիս առողջ բալիկ, քան սովորական արտամամնային բեղմնավորումը, որտեղ այդ մասին արդեն շատ ենք սովորել, բայց նախաիմպլանտացիոն թեստավորումը, քանի որ քիչ են դեպքերը եւ հաղթանակներն էլ են քիչ, բնականաբար ավելի սպասելի է։ Անուշ, կցանկանայի ներկայացնեք սաղմնաբանության ամենահետաքրքիր, այսպես ակցենտավորված կողմերը, որոնք հետաքրքիր է հանրությանը նույնպես տեղեկանալ։ Այնչով է այդքան կարևոր, չէ՞ որ ամեն ինչ սկսվում է հենց այստեղից, ապագայում ինչ երեխա կունենաս եւ նույնիսկ այն տվյալները, որոնք մարդիկ արտամարմնային բեղմնավորման բալիկ ունենալու դեպքում կարևորում են, հենց այստեղից է սկսվում։ Սաղմնաբանությունը շատ ծավալուն է իրականում, շատ ասելիք կա իրականում, բայց ես կուզեի կենտրոնալ մի շատ կարևոր հարցի վրա, որ բոլոր կլինիկաները իրանք աշխատում են իրանք պրոտոկոլներով, ընտրվում է պրոտոկոլ, որը որ շարժվում են առաջ, բայց միևնույն ժամանակ խիստ կկարևոր է ինդիվիդուալ մոտեցումը, որովհետև եթե դու հարցին մոտենում ես անհատապես, այսինքն ոչ թե այսպես պիտի լինի տեսանկյունից, այլ քանի որ այսպես է հարցը դրված, լավ կլինի մոտենանք այս տեսանկյունից։ Իրականում ինձ թվում է ամենակարևորը սա է։ Եվ երկրորդ կարևոր փաստը, որ կուզենայի նշեի, դա ռեպրոդուկտոլոգի եւ սաղմնաբանի համագործակցությունն է, որտեղ ինչքան շատ են մեկը մեկին լսում, այնքան արդյունքում շահում է բուժառուն եւ հակառակը, ինչքան ամեն մարդ պնդում է իր տեսակետը եւ առաջ է տանում իր տեսակետը։ Իրականում բոլոր որոշումների հիմքը որոշում կայացնողը դա ռեպրոդուկտոլոգն է, որտեղ անամնեզին լիարժեք ինքն է տիրապետում, բայց սաղմիկի տեսանկյունից, սաղմիկի կյանքից, ոնց որ բալիկի տեսանկյունից մի քիչ ուրիշ է։ Դրա համար իր տեսանկյունից, իր իրավունքները ներկայացնելու տեսանկյունից սաղմնաբանի կարծիքը շատ կարևոր է։ Դրա համար երբ որ այդ փոխհամաձայնությունը ճիշտ հիմքի վրա է դրված լինում եւ միասին գալիս են հասնում են ընկետին, որ կամ պիտի օրինակ մի հատիկով սառեցվի, կամ պիտի օրինակ երկրորդ կամ երրորդ կամ հինգերորդ օրը տեղադրվի։ Այս բոլոր հարցերի քննարկումը եւ բալանսավորված լուծումը միշտ արդյունքում բերում են իրան, որ շահում է բուժառուն։ Իսկ մենք բոլորս աշխատում ենք բուժառուի շահի տեսանկյունից, որ միշտ ունենանք արդյունք, միշտ գրանցենք հղիություններ։ Եվ էլի կարևոր կետ կուզենայի նշել, այդ երևի տարեվերջյան հաշվարկն է, որ արվում է, երբ որ տեսնում ես ինչ քանակության հղիություններ ես ունեցել ամբողջ կլինիկայի մասշտաբով, ինչ քանակության արդյունք ես տվել, սկզբում դու չես էլ պատկերացնում այդ թիվը։ Բայց երբ որ արդեն այդ 500 եւ ավել քանակությունը 600, 700, երբեմն մինչեւ 800 եւ 1000 բալիկի մասին է խոսքը գնում,
ու տեսակ ամեն անգամ հպարտություն ես զգում, որ ամեն ինչի մեջ դու քո լոմանում ես։ Իհարկե, միանշանակ այստեղ պարտանալու խոսքերը նույնիսկ թույլ են նկարագրելու այդ մեծ արդյունքը, որը դուք պարգևում եք մարդկանց։ Առողջ սաղմը ինչից է առաջին հերթին դա կախված, այստեղ ժառանգական գործոնն է կարևոր, թե լավ մասնագետի դեպքում հենց մասնագետն է կարևոր։ Իրականում շատ գործոններ կան ու մեկը նշել առանձնացնել չես կարող։ Գրագետ ռեպրոդուկտոլոգը կարևոր նախապայմաններից մեկն է, որովհետև արդեն խոսքի մեջ էլ նշեցինք, որ նախապատրաստման փուլը շատ կարևոր է, թե ինչպես են մտնում այդ պրոտոկոլի մեջ, ինչպես են մտնում արտոնային բեղմնավորման ծրագրի մեջ, որտեղ սամնաբանը ինչքան էլ փորձի տեխնիկապես ինքը իր բոլոր հմտությունները կիրառի, միևնույնն է, եթե դու չունես որակապես լավ բիոմատերիալ, հա կենսանյութ աստվածը ծվաբջիջների եւ սերմնաբջիջների տեսքով դու չես կարողանա իրանց միացման արդյունքում ունենալ իդեալական անթերի սաղմիկ։ Դրա համար նախապատրաստական աշխատանքը շատ կարևոր է։ Հաջորդող этаպը արդեն լաբորատոր պայմաններն են, որտեղ պիտի մաքսիմալ ուշադիր, մաքսիմալ հոգատար եւ մաքսիմալ արդյունավետ աշխատես, թե ժամային, թե որակական, թե բոլոր առումներով, բոլոր նրբություններով, որ կարողանաս ոչ մի բան բաց չթողնել։ Դրանից հետո արդեն գնում է նորից ռեպրոդուկտոլոգի տաշ, տեղադրում ամփուլ եւ այլն այս բոլոր մանրամասների մասով։ Այսինքն ամեն этаպ շղթայի մի փոքրիկ հատված է, երբ որ շղթան ամբողջությամբ ճիշտ է գործարկվում, մենք արդյունքում ունենում ենք առողջ սաղմիկ, որտեղ որ ոչ մի կետ պիտի բաց չթողնես, սկսած փոքր մանր դետալներից, վերջացրած ամենախոշոր հարցերով։ Իսկ այստեղ ավելի շատ գործ ունի անելու հենց սաղմնաբանը, թե այն կին ով դիմել է այս հարցով։ Բոլորս էլ տերոն ենք, բոլորս բաշխված են, այո։ Մեր չափաբաժինը ունենք, բայց ես շատ կարևորում եմ բժիշկ-բուժառու կապը, որովհետև երբ որ այդ վստահության դաշտը բժշկի հետ շատ մեծ է լինում, երբեմն նույնիսկ միջին մասնագետների մոտ ես արդյունք տեսնում եւ հասկանում ես, որ խնդիրը շատ դեպքերում բուժառուի մեջ էլ չէր, իրանց համատեղ աշխատանքի մեջ էր, որտեղ այդ վստահությունը գերկարևոր է։ Երբեմն ուղղակի պետք է երբեմն փակ աչքերով են գալիս, բայց արդյունքի են հասնում։ Բժշկուի անորակ սաղմ ասվածը ինչ է իրենից ներկայացնում, այստեղ հնարավոր է ձեր միջամտությամբ այն դարձնել որակյալ եւ ապագայում ցանկալի տեսքով, ցանկալի որակներով երեխա։ Հարցը շատ է հնչում իրական բուժառուների կողմից կամ երբեմն գալիս են ասում խնդրում են գելի ոչ մի բան չանեք, բայց դուք ընտրեք տղա սաղմիկը տեղադրեք։ Այո։ Մենք մեր մասով շատ անելիք չունենք այս դաշտում, որովհետև սաղմիկը ոնց կձևավորվի, դա մի տեսակ ուժեր պիտի հավաքվեն, հա, որ կարողանան ճիշտ եւ առողջ սաղմիկ ձևավորել։ Բայց մենք գնահատում ենք սաղմիկը տեսականորեն, տեսքից, մորֆոլոգիապես, դա ինչքանով է ռեալիստիկ, քիչ հավանականություն կա, որ հնարավոր է, որ ինքը լիարժեք առողջ լինի եւ դեպքեր շատ են լինում, երբ որ դու գնահատում ես սաղմիկը միջին որակի, վատ որակի, բայց երբ որ գնում ես տեղադրման, վերջում ունենում ես կենդանացնություն, հա, հղիություն եւ նաեւ որը ավարտվում է կենդանացնությամբ։ Այսինքն սաղմնաբանի տեսանկյունից գնահատական, հա միջին ստատիստիկայում ինքը իսկապես կարողանում է գնահատել ու ասել, որ սա լավն է, վատն է եւ այլն։ Բայց դա մարդկային գործոն է, հա, դա մենք գենետիկային չենք տերապետում։ Իսկ եթե այդպես լիներ, մեր բոլոր ուղարկած տեսականորեն շատ առողջ գեղեցիկ սաղմիկները պիտի բոլորը առողջ կային, բայց դա այդպես չէ, որ ուղարկում ես գենետիկ թեստավորման, որոշ տոկոսային հարաբերությամբ նաև ունենում ես խնդրով սաղմիկներ, այսինքն տեսականորեն դա 100%-անոց չի։ Կա ինչ-որ տոկոս, որ դու ճիշտ գնահատում ես, որոշում ես, ուղղորդում ես, խորհուրդ ես տալիս ինչ անել, բայց դա 100% չի, հիմնվել դրա վրա միանշանակ որոշիչ չի լավ, այսպես ասենք։ Դրա համար կա գենետիկ թեստավորումը, որը որ միանշանակ ճիշտ արդյունք է տալիս, բայց դա իհարկե թանկ հաճույք է եւ ոչ բոլոր բուժառուներն են կարողանում դիմել այդ ծառայությանը, բայց ովքեր որ կարողանում են, բնականաբար շատ ավելի շահած են դուրս գալիս, որովհետեւ կրճատվում է տեղադրումների քանակը, անիմաստ տեղադրումների չենք գնում եւ բնականաբար մեծանում է կենդանացնության տոկոսը։ Հետաքրքիր է, ինչից է կախված որակյալ սաղմը։ Սա արդյոք ճիշտ սնվելն է, սա արդյոք լավ գենետիկան է։ Շատ բաներից, կնոջ տարեկից առաջնահերթություն որպես կնշեմ, հորմոններից, մի քանի ֆիզիոլոգիական պարամետրերից, այո, նաև կենսունակությունից, թե ինչպես են ապրում եւ կինը եւ ամուսինը ինչպես են իրենց պահում, բայց
գեր խնդիր երևի թե կդնենք կնոջ տարիքը, դրա համար այդ ռեպրոդուկտիվ տարիքն էլ գնալով մեծանում է, բնականաբար խնդիրները մեծանում են։ Ժամանակին կանայք շուտ էին ամուսնանում, հիմա մի քիչ ավելի ուշ են ամուսնանում, կարիերան գալիս է առաջի պլան, ով լիքը խնդիրներ դրանից ծագող ու բխող մնում են։ Տարիքը նշեցիք, որ սաղմի առողջ լինելու հետ ուղիղ կապ ունի։ Որ տարիքից հետո այլևս հնարավոր չէ ապահովել այն որակը, որ ձեր բոլոր ջանքերը ներդնելով պարզապես հնարավոր չէ առողջ սաղեցումը որպես այդպեսի միշտ խորհուրդ է տվում մինչև 35 տարեկանը, որովհետև գնալով արդեն նվազում են առողջ սաղմիկների քանակությունը, եթե իհարկե մենք սաղմիկների մասին ենք խոսում, բացի այդ կա տարիք, որը որ շագանակագույն սահմաններում է, որ չես կարողանում ճիշտ, ոչ թե ճիշտ, այլ քո արդյունավետությունը նույնը չի, ինչ որ երիտասարդ տարիքում, 35 եւ բարձր տարիքի կանանց մոտը, մինչև 43-4-5, որոնք որ դեռ փորձում են, բայց արդեն արդյունավետությունը նույնը չի, իսկ դրանից հետո արդեն շատ-շատերը խոսում են նաև դոնորական ծվաբջիջների մասին, որով որ փորձում են լրացնել այն տարիքային բացը, որը որ մենք ունեցել ենք ցավոք սրտի։ Այ երբ կինը ծխում է կամ ալկոհոլ օգտագործում է, թեկուզ ոչ պարբերաբար, բայց էլի հաճախակի, այսպես նշենք, ոչ ամեն օր, բայց հաճախակի, այս դեպքում արդյոք այս ամենը անդրադառնում է սաղմի որակի վրա, դուք դա սաղմնաբանները նկատում եք, այո։ Ծխելը շատ հաճախակ ենք նկատում, երբեմն մենք նույնիսկ զգուշացնում ենք, որ պացիենտը միգուցե բժշկի հետ շատ անկեղծ չի եւ չի զգուշացրել, որ ծխում է, բայց ծվաբջիջներից մենք շուտ նկատում ենք եւ զգուշացնում ենք, որ sense խնդիր կա, պետք է դրա կանխարգելել եւ ունեցել ենք դեպքեր, որ իսկապես խոսել են, տվել են ժամանակ, մի 5-6 ամիս, չեն ծխել, չեն օգտագործել ալկոհոլ, փորձել են անտիօքսիդանտային բուժումներ եւ այլն եւ արդյունքում ունեցել ենք առողջ ծվաբջիջներ եւ առողջ սաղմիկներ, նաեւ բալիկներ։ Բայց այդ արդեն շատ ինդիվիդուալ է, որովհետև համատարած լինում է, չէ՞, որ բնական ճանապարհով էլ եւ ծխող կանայք են բալիկներ ունենում եւ ալկոհոլի ազդեցության տակ ստացվում, բայց առողջ բալիկի մասին մտածելուց ինձ թվում է առավել եւս, եթե դա ատամամնային բեղմնավորման ճանապարհով է, ցանկացած կին պիտի գիտակցի ուր է գնում, ինչ ճանապարհով եւ այդ ամեն դեպքում այդ հորմոնալ պրեպարատների ստացումը եւ այլն ցանկալի է շատ ավելի առողջ միջավայրում, որ կարողանաս արդյունք ապահովել, քան ուղղակի գալու համար եւ ոչինչ չունենալու համար։ Այո, մտածել եւ բժշկի խորհրդին հետևել։ Անուշ եւ կցանկանայի մեր զրույցի վերջում հորդորեիք ձեզ դիմող պացիենտներին, բուժառուներին, այ ինչ հիմնական սխալներ են թույլ տալիս, որի պատճառով կարող է գործը տուժել, երկարաձգվել, այսպես հանրայնացնելով դիմեք նրանց ձեզ դիմելուց առաջ, այսպես ինչ քայլերի գնալ։ Տեսեք, քանի որ բուժառուն անձամբ մեր հետ չի շփվում է ռեպրոդուկտոլոգի հետ, ես կարող եմ բարձրացնել այն խնդիրները, որոնք որ ես տեսնում եմ հետագայում, հա, արդեն երբ որ արդեն անցնում է բուն փուլին եւ ինչ խնդիրների հետ ենք բախվում, շատ ժամանակ այսքան բաց ինֆորմացիայի դաշտում, շրջանում, դարաշրջանում տեսնում ես շատ քիչ ինֆորմացված պացիենտների, որոնք որ նույնիսկ իրենց շատ նեղ անձնական հիգիենայի մասին կարող է մոռացած լինեն, կարող է, չգիտեմ, օրինակ պունկցիայի օրը, չգիտեմ, ամուսին օրինակ ալկոհոլ օգտագործած կա, ինչքան էլ իրենց զգուշացվել է, ինչքան էլ այդ մասին խոսվել է, վերջի դեպքերից եմ ասում, բայց ես կարծում եմ, որ եթե դու անցնում ես այս փուլով, ուղղակի պետք է շատ գիտակցված անցնել այդ ճանապարհը, որտեղ ինքը շատ բարդ է, կողքից շատ հեշտ է թվում իրականում, բայց եւ հոգեպես, եւ ֆիզիկապես դու անցնում ես մի հատ ճանապարհով, որը որ կարող է շատ արագ ու հեշտությամբ պսակվի հաջողությամբ եւ կարող է շատ երկար տևի։ Իսկ այդ ճանապարհի հանդեպ ունենալ մի քիչ անտարբեր վերաբերմունք, այդքան էլ ճիշտ չի, որովհետեւ ամեն դեպքում դու կյանքի ստեղծման փուլի սկզբում ես։ Շնորհակալ եմ հետաքրքիր հարցազրույցի համար։ Շնորհակալ։ Ինչ ջրեք, ջուր խմելու ժամանակն է։ Ողջույն առողջ սպորտի էջի բոլոր սիրահարներին, ողջույն առողջ էջի սիրահարներին, ես գտնվում եմ Hill սպորտային համալիրում եւ այսօր շատ հետաքրքիր վարժություն ենք ձեզ ցուցադրելու կատարել, ընդ որում նշեմ, որ վարժությունը ցույցված չէ սկսնակների համար, պետք է բավականին սպորտային ուղի անցած լինեք, քանի որ այն եւ բարդ է եւ միանգամից մարզում է մի քանի մկաններ։ Նշեմ, որ այն մարզում են կորի հատված, ինչպես նշում են մարզիկները, որովայնի առաջնային պատը եւ իհարկե մեջքի հետին պատի կոնքին մկանները։ Կատարելու ենք այս պտուղի
կուտակի միջոցով, շատ հետաքրքիր վարժություն է եւ ինչպես նշեցի նաեւ բարդ։ Իմ զրուցակիցը եւ վարժությունը ձեզ ուղղորդողը Hill սպորտային համալիրի մարզիչ Սեդան է, ողջույն Սեդա։ Շնորհակալ եմ, որ մեր հեռուստադիտողին ուղղորդելու ենք, թե ինչպես կատարել այս վարժությունը։ Մարզասարքը այնքան գրավիչ է, թվում է յուրաքանչյուր այն կարող է կատարել, բայց այն պետք է փոքր-ինչ ճանապարհ չէ անցած լինել։ Ըստ այդմ ենթադրում եմ բարդ է, կխնդրեմ հենց դուք էլ ցուցադրեք ինչպես այն կատարել, խնդրեմ։ Կատարում ենք հատակին, այո։ Ահա։ Մեջքը ինչպես նկատում եմ կորացած է։ Եվ տեսնում եք գլուխը հակված է ներքև, որպեսզի վզի պարանոցի հատվածը, ասես լարվածություն լրացուցիչ չառաջացնի, անհարմարության զգացողություն։ Իսկ ոտքերի դիրքը շատ հետաքրքիր է, պետք է ոտքերը խաչաձևել թաթի հատվածում։ Հիմա վարժությունը կատարելուց հետո մենք Սեդան խնդրենք այդ մասը մեկնաբանի, ինչու պետք է ոտքերը խաչաձևել։ Սեդա, ինձ հետաքրքիր է, շնորհակալ եմ շատ այն ցուցադրելու համար։ Ինչու եք ոտքերը խաչաձևել։ Ուղղակի այսպես ավելի հարմար է։ Օրինակ անձնապես ինձ այդպես ավելի հարմար է։ Բալանսը ավելի հեշտ է, էլի բռնել։ Բայց կարելի է նաև ոտքերի այլ դիրքով, այո, այն կատարել։ Հա, կարելի է ուղղակի ոտնաթաթերի վրա հենված անել առանց ծնկի, այդ ավելի բարդ տեխնիկա է համարվում։ Այո, շնորհակալ եմ անչափ հետաքրքիր վարժություններ, ես կփորձեմ այն նույնպես կատարել։ Դե ինչ հարգելիներս, մարզվելիս միշտ պետք է ջուր խմել, տեսնենք ինչպիսին է կարծիքը, իմ ձեռքին ֆիտ ջրերն են, դրանք շատ հարմար են, ասես տանել կարելի այս ջրերով մի փոքրիկ ֆիզիկական ակտիվություն հաղորդել օրգանիզմին։ Սեդա, դուք առհասարակ մարզվելիս ջուր խմում եք եւ ինչ կարծիք ունեք դրա մասին։ Անպայման պետք է ջուր խմել։ Մարզման ընթացքում քրտնարտադրությունը ավելի արագանում է, շատանում է, ավելի ջուր ենք մենք դուրս թողում օրգանիզմից, դրա համար ավելի ճիշտ քանակի ջուր օգտագործել մարզման ընթացքում էֆեկտիվությունը ավելի բարձր լինելու համար։ Սրտի աշխատանքի համար։ Այո, շնորհակալ եմ շատ։ Խնդրեմ։ Հարգելիներս, այսօր այսքանը, ես հիշեցնեմ գտնվում էի Hill սպորտային համալիրում եւ մարզիչ Սեդայի հետ միասին ձեզ ցույց տվեցինք այս պտուտակով կատարելու շատ ճիշտ եւ շատ էֆեկտիվ վարժության ձև։ Այսօր այսքանը, հետևեք մեր էջին եւ կարող եք մշտապես գրագետ լավ մարզավիճակում լինել։ Կհանդիպենք։ Կարևորը խնամված լինելն է։ Չերչինյան Cosmetics